Երկու ձևով, մեր չես կաշում եղկամի, տենց հանգիստ գնա։ Հաչած կպապի շան ձեր։ Ես շորերի հոճով ձերում։ Բայց այդ բանը փագի։ Ես կբռնեմ։ Փալանչոների մտնելուց հետո դալի ճանճատում եք, տալիս եք վերևի լույսը։ Այս երկու ռեոստատը, արիստե հոֆելի։ Չգիտեմ փոքր հասակից, պես ես չեմ էլ հիշում երբ այլ մտքով անցել, որ ես այս գործով պիտի զբաղվեմ, իրոք չեմ հիշում, բայց սեր ունեցել եմ, այստեղ 4 կիլոմետր հեռու Մրգաշատ գյուղ կա, ես այնտեղ եմ ծնվել, այնտեղ էլ ապրում եմ մինչև հիմա, բանակից հետո անմիջապես աշխատել եմ մշակույթի տան տնօրեն, քանի որ իմ նպատակը թատրոն ստեղծելն էր գյուղում, դրամատիկ թատրոն եմ ստեղծել, դրամատիկական թատերական խմբակ, բայց անընդհատ ոնց որ տեխնիկային թատրոնի պահանջ ունենայի, որովհետև իմ կարծիքով տեխնիկներով ամեն ինչ կարելի է ասել, այն ինչ որ մարդը կարող է չհամարձակվի, տեխնիկի լեզվով ասում ես, ոչ մեկն էլ իրավունք չունի դեղանալ, տեխնիկը ամեն ինչ իրավունք ունի ասել, ոնց որ նախկինում մեր ծաղրածուները, պալատներում պահում էին, չէ՞ ճիշտ խոսք թագավորի ճակատին ասելու համար թագավորները պահում էին ծաղրածուներ։ Իմիջիայլոց փալանչո հենց նշանակում է ծաղրածու։ Ես իմ նպատակը, որ այստեղ թատրոնի անունը դրել եմ փալանչո, հենց դա է։ Չհուզվեք, ինչ եմ ասում, չհուզվեք անդր։ Փալանչոները պատրաստ են։ 85 թվին էլի Մրգաշատ գյուղում որոշեցի, որ պիտի ունենանք նաև տեխնիկային թատերական խմբակ, հետաքրքրվեցի, իմացա, որ Մոսկվայում այդպես մի արվեստանոց կա, դու գրում ես, թե ինչ տեխնիկների կարիք ունես, իրանք ուղարկում են, իհարկե փոքր թատմանային տեխնիկներ էին, դե բնականաբար փոքրից էլ դիսկսեինք։ Հետո կամաց տեխնիկները մեծացրեցինք, հետաքրքրությունը ավելի մեծացավ, մասնակիցները շատացան, հնարավորություն ունեցանք ավելի մեծ ներկայացումներ դնելու, որոշեցինք, որ տեխնիկները հենց մենք պիտի սարքենք, որովհետև շատ թանկ հաճույք էր տեխնիկ ունենալ, ուրիշներին պատվիրելը։ Մոսկվայից էլ արդեն էլ մի քիչ դժվար էր ստանալ, եւ այդպես սկսեցինք մենք պատրաստել, փորձեցի եւ ստացվեց։ Ասում են, որ շատ լավն են տեխնիկները։ Կերքեն քեզ համար։ Եվ լավ գործունեության համար թատերախումբը արժանացավ ժողովրդական թատրոն կոչման։ Այն ժամանակ պիսի բաներ կային։ Հարցը։ Ինչ-որ մեկը գալիս է այստեղ։ Գուցե դա իմ իսկական ընկերն է։ Քնարիկը իմացել էր մեր տիկին քնարիկը, մեր կենտրոնի տնօրենը, որ այդպիսի մարդ կա, կանչեց, մի անգամից գրոհեց, չթողեց, որ ես բառ ասեմ, հետո դուրս եկա, զգացի, որ ես համաձայնվել եմ, որ տիկան ստեղ են աշխատում։ Երևի տես պիտի։ Ես շնորհավորում եմ նրանց տարեդարձը։ Ստեղ ասա, բառերը չի հասկացվում։ Փալանչոն 2003 թվականից։ Հա, 2003 թվականից, հենց էլ հունիս ամսից երևի։ Լավ շոկ էր իշում։ Գլուխ դա երևում։ Բնականաբար այստեղ ես հիմա այս կահավորանքը, որ կա, բեմը կա, ասես բան չկար, ազատ տարածք էր, բոլորը ես եմ անում։ Այս բարակուրներն եմ ես սարքել, ստեղի պատերն եմ ես ներկել, այս ոսանքն եմ ես կաշել, այս բետոնն եմ ես արել, մի քիչ նա գովեստի նման անջու, բայց իրոք ես եմ արել, հիմա չգիտեմ, ստացվում է, կարողանում։ Ես այնպես էի ուզում այդ խոզուկի ոտքը կծել։ Ճիշտն ասա, ոզնի նա քեզ վիրավորեց։ Փորձնական երեխաների հնարավորությունները հաշվի առնելով ես մի փոքր պիես գրեցի շնիկի ծնունդը։ Մի հատ շատ սրտացավ ձևով ասա, որտեղ ինքը դմբոյ է, ինքը կորի, դու իրան մոտ մտի լինես։ Հետաքրքիր էր նախ երեխեքի համար, վերնագրից սկսած եւ մեր երեխեքի համար հատուկ։ Մեկը զգում էի, որ լավ էր հաճում, ուրեմն դու շնիկն ես, մեկը մրթմրթում էր խոզի նման, դու խոզն ես։ Սկզբնական շրջանում իմ նախկինում ունեցած տեխնիկներով։ Սկսեցինք Թաթոսմը ցնում եմ,
Հիմնականում Թումայանի հեքիաթների մոտիվներով, եթե ոչ Թումայան էլ ով, ունենք ոսկու կարասը, անբան հուրին, բարեկենթանը, Միկաթիլ մեղրը, Տերն ու ծառան, մոտ 5, կարծեմ 5 թումայանական հեքիաթներով են։ Եվ 2007 թվից թե 6 թվից մշտապես մասնակցում ենք թումայանական օրեր, հեքիաթի օրեր, կարծեմ փառատոն կա, միջազգային փառատոն Դսեղում։ Ամեն տարի մենք մասնակցում ենք այնտեղ բնականաբար պրոֆեսիոնալ մեծ թատրոններ եւ մենք իրենց կողքին։ Խաղում ենք բարեգործական ներկայացումներ դրսում, մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, ծերանոցներ, ամբողջ հանրապետությունը, մենակ ուղղակի չես տարածաշրջանում չէ։ Դες գնացի ծածկված է։ Լավ, միս։ Հիմա եղածի դու ինձ խանգարում ես, վազելով անցի են մյուս բանից, հենց արի մոտից։ Արմավիրի մշակույթի տան քաղաքապետարանի դրամատիկական թատրոնից երկար վերնագիր ունի, այնտեղի ռեժիսորն էլ եմ, դրամատիկ ներկայացումներ ենք դնում, այնտեղ այստեղ իմ հին սաներից գալիս են արմավիր մասնակցում են։ Ճիշտ ես ասում։ Հեչ բան չկա։ Նրան ասա, կամած գլխի ես գցում, նրան ասա, որ դու կարող ես այսպես բաներ անել նրա համար։ Նրան ասա, որ այդպես չոր, առանց որևէ գույնի, գույն չկա, ասենք կա մի հատ անպետք են զղկում, ասա նա մի հատ գունավոր ասա, գունավոր, գունեղ։ Գնա նրան ասա, որ ուծելից։ Գիտես ինչի համար չես ասում, դու նայում ես այս պոնչոյին, դու իրա տիկնիկին պիտի նայես։ Այնտեղ այնքան մուշտունթիներ կան, դրամատիկ թատրոններ կան։ Պիեսներից մեկը ես այնտեղ բեմադրեցի 12,000 դրամով։ Ամբողջ ծախսը 12,000 դրամ։ Ամեն ինչ ես եմ արել, ամեն ինչ ես եմ ճարել բերել։ Մի հատ հաչա, անգերոջը թխպես մի հատ հաչա։ Այդ ռոլիկները, որ դեկորացիայի տակ պտտեինք, ռոլիկները հնարավոր չէր որ ես սարքի, պիտի առնեինք, ես այդ 12,000 դրամով եմ ես սարքել այդ ներկայացումը։ Մի քիչ աննորմալ է թվում, բայց դե թատրոնը սիրում է խենթություններ, էլ դա աննորմալություններ, պիտի անես։ Պահանջա, պիտի անես, գնահատել էլ թե չեն գնահատում, չեն գարասեմ Մայրիկ ջան։ Ես խնդիր չունեմ մենակ այստեղ, մեծամորում, եւ ես կենտրոնում, եւ չեմ էլ թաքցնում, բացահայտ ասում եմ, որ ինչ որտեղ, եթե ինչ որ մտահղացումներ կան, ես այստեղ եմ իրականացնում։ Ձեր այդ ընկերություն չուզեց անել ու պատժվեց, բայց ես ուրախանում, այո։ Մի հատ ես հարց եմ տալիս, ուրախանում ես, որ պատժվեց արջը։ Այո։ Բայց լավ ասա, որ իրոք ես կան դու ուրախացան։ Այո։ Ընդհանրապես թատրոնը քաղաքային մշակույթ է թատրոնը, այսպիսի տեղ թատրոն ունենալ էս հերոսություն է։ Ես լուրջ եմ ասում առանց որևէ Այո, շատ լավ եղավ։ Մի քիչ մոտեցան։ Ինչ անենք, Ջեկո։ Գուցե տուն վերադառնանք։ Հենց այնպես մի հարցնում։ Ինչի համար ես հարցնում, ինչ անենք, Ջեկո։ Ինչ անենք, Ջեկո, հա։ Ինչ անենք։ Դանդրացա։ Որ այստեղ մեծամորում էս խավի մարդիկ տարիներ շարունակ արդեն քանի տարի եղավ։ 10 տարի եւ ավելի թատրոն կա այստեղ։ Թատրոն շատ լուրջ թատրոն, որը մասնակցում է միջազգային փառատոների։ Այս երեխեքով։ Այս շատ լուրջ բան է, որ ոչ մեկին հետաքրքիր չի։ Չգիտեմ, իմ գործն է դրա համար եմ այսպես ասում, բայց իրոք հիմա Երևանում էլ թատրոն ստեղծելը շատ լուրջ է։ Եթե չկան լուրջ հովանավորներ, այստեղ մեր կենտրոնի շատ սուղ պայմաններում մենք տեսեք ինչ բեմ ենք սարքել։ Այսքան հեշտ չէ տիկնիկներ սարքելը։ Հետո հեշտ չի գնալ Ղարաբաղ ներկայացում խաղալ հետ գալ։ Կգնամ։ Ես զարմանում եմ, որ մարդիկ չեն զարմանում։ Հապի, հետ ես նայում, ստուգում ես, հետ մնացին այդ չները թե չէ։ Հազիվ փախադիր աճաշակին։ Ինչ գիտես որ փախալ։ Ես ինչ ասես սովորում եմ երեխաներից։ Երեխաներից ինչ ասես հնարավոր է սովորել։ Շատ անմիջական է։ Չեն խաղում էլի։ Այսպես որ մասնակցում են, բոլորը ուզում են դառնալ դերասան։
Ես սկզբից գիտեն թե իրանք արդեն պատրաստի դերասան են, չէ՞, այդպես է։ Հետո հասկանում են, որ իրանց բնակավարը չի ուղղակի, այդ պահի տակ, այդ ժամանակահատվածում իրանց հետաքրքիր էր եկան։ Հետո դպրոցից հետո խնդիրներ, խնդիրներ, ես ունեմ այդպիսի մի աղջիկ, որ անպայման որոշել եմ ես պիտի դերասանուհի դառնամ, հիմա խանութում աշխատում։ Գուցեև դառնալ, ինքը ահագին շնորհքով աղջիկ էր, բայց հնարավորությունները հնարավոր էլ չէ դառնալ։ Շատ տաղանդավոր պիտի լինեն եւ հետո պապա պիտի ունենան կարգին ֆինանսապես կայուն։ Մենակ խոբան գնալ 2 կոպեկ վերելով հնարավոր չէ, այստեղից գնալ Երևան ու դառնալ դերասան։ Հանդիպելու այնպիսի մի Դե որտեղից վերցնես ամբողջ մեծամորը, ընդհանրապես ամբողջ Հայաստանը այդ վիճակում են, էլի։ որը կարողանում է երգել, Սկսեցինք երեխա կար, որ ինքը տունը նույնիսկ խաղալիք տիկնիկ չէր ունեցել, բայց այստեղ ինքը տիկնիկ էր խաղացնում, չունևոր խաղներ հիմնականում, եւ իրանց համար էս մեծ բան էր։ միասին կպարենք։ Պետք է հենց երեխեքի համար, հենց իրենց հոգեպես զարգանալ, հենց մտահորիզոնի համար։ Ես շատ եմ ուրախանում, որ ասենք մի 6 ամիս հետո զգում եմ այս երեխեն 6 ամիս առաջ այսպես չէր մտածում։ Ինքը արդեն մի քիչ ուրիշ կերպ է նայում աշխարհին։ Իմ նպատակը սա է, ես չեմ ուզում որ իրանք դերասաններ դառնան։ Քո բաժարով աղվեսնից վրա բարկացավ։ Ինչու բաղցրիր խորոզին։ Բայց գոնե իրանք կոլեկտիվում աշխատել կսովորեն, իրար հետ շփվել կիմանան։ Փողոցում իմ այստեղ երեխեքը տարբերվում են։ Ես այսքանով էլ եմ բավարարված։ Դժգոհի դու շատ վատ ես զգում, պատկերացնում ես մարդ, որի հետ ոչ ոք չի ուզում ընկերություն անել։ Ինչ դժվար բան է, չէ՞։ Բայց դու ո՞նց ես զգում այդ բանը։ Երեխաները դպրոցը վերջացնում, գնում են, ստիպված նորից պիտի խումբ հավաքվի, նորից։ Հա դադար դու Ոչ ոք ինձ հետ ընկերություն չի ուզում անել։ Ահա, ովքեր ավարտե գնացել են, կապը միշտ կա եւ ես ուրախությամբ լսում եմ, որ մենք ինչ սովորել ենք, այստեղից ենք սովորել։ Հիմա ոնց դու այդ երկում ես Դանիչի համար։ Միասին։ Լավ, գնացինք, ով ամարակույրի մոտ, միշտ ապի։